Բարև ձեզ, Բուն TV եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք ֆանտաստիկ եւ ֆենտեզի համակարգչային խաղերից, կոմիքսներից, գրքերից, ֆիլմերից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիկերին։ Այսօր իմ հյուրն է իմ լավ ընկեր, ֆիթնես մարզիչ ու իսկական գիկ Մհեր Խանզատյանը։ Բարև Մհեր ջան։ Բարև Արման ջան։ Մհերի հետ ընկերություն ենք արդեն մի 15 տարի, չէ, երևի կլինի այդքան։ Ու թե գրքերի, թե համակարգչային խաղերի, թե կոմիքսների, թե ֆիլմերի թեմաներով անընդհատ ինչ-որ բանավեճեր, քննարկումներ, ինչ-որ բան քեզա դուր գալի, ինձ դուր չի գալի, ինչ-որ բան։ Սովորաբար, որ նաև նույնը դուր է գալի մեզ։ Ավելի շատ ելնում որ հակառակն ալնում կարծիքները, բայց համընկնումներ էլ եղել է։ 15 տարվա մեջ երկու համընկնում հաստատել է։ Բայց այդ համընկնումներից մեկը Ալեն Մուրի Երուսաղեմն էր։ Ես մոտարապես պատմեմ ոնց է եղել, դու արդեն կանցում Մհերս մի օր բան անում, շուխուր անում, չաթում, որ Երուսաղեմն է մարել ու հիմա կարդում եմ, պետք է սա կարդակ, այս գիրքը անհնար է, բոլորը պետք է կարդակ։ Վերջը մի կես տարի կարդում էիր, չէ՞ երևի։ Հա, մի 6 ամիս։ Մի կես տարի կարդալուց հետո Մհերը վերջինս համոզում է, ասում է պետք է տամ դու էլ կարդաս, ու պրիտոմ դու կիսատ էիր կարդացել որ այդ ընթացքում։ Հա, երրորդ գլուխը չէի կարդացել, երրորդ գիրքը, հա։ Այնքան ես ուզում որ ես կարդամ, որ դու կիսատ թողած տալիս ես ինձ։ Հա։ Ես էդի բառացի 5 օրում կարդում եմ 1400 էջ, չէ՞ ոնց։ Լավ, մենք հիմա բոլորին համոզում ենք, որ Երուսաղեմը կարդան, բայց ոչ մեկ չի կարդում։ Հայաստանում երկու հոգի կարդացել է, այդ մենք ենք։ Արի հիմա եթերում ասենք էլի ինչի համար է պետք է այդ գիրքը կարդալ։ Խնդրենք բոլորին, որ կարդան Ալեն Մուրի Երուսաղեմը, որովհետև չգիտեմ, իմ կարծիքով ինքը լավագույն բաներից մեկն է, ինչ դու կարաս կարդաս առհասարակ։ Նախ անդրադառնանք ով Ալեն Մուրը, եթե մարդիկ կան չգիտեն, ինքը շատ հայտնի կոմիքսներ գրող է, շատ այտենց։ Բայց կնես մի բան շեշտեմ, որ կոմիքսներ ոչ են իմաստով, որ ասենք չգիտեմ, սովորական Սպայդերմենի կամ Մարվելի, իր դեպքում ավելի շատ գրաֆիկական լուրջ վեպեր են։ Ինքը որպեսզի հասկանանք թե ինչ է իրանց ներկայացնում Երուսաղեմ, պետք է հենց ասենք, որ ինքը կոմիքսներն էլ մեծ մասամբ ինքը տենց դեկոնստրուկցիայի էր ենթարկում, նույն սուպերհերոսական կոմիքսները, ոնց որ արեց դա Watchmen-ում, հա, Խրանիցելի գրաֆիկ նովելում, ու այդ դեկոնստրուկցիայի է ենթարկում ու լրիվ նոր ձևով է քեզ ներկայացնում արդեն այդ ծեծված թեման։ Հա։ Նույն բանը իմ կարծիքով, իմ տեսանկյունից ինքը անում է նաև գրականության մեջ, հա, իր առաջի վեբներ, չէ՞, կարծեմ։ Ոչ կոմիքսային, հա։ Հա։ Ու էլի դեկոնստրուկցիայի է ենթարկում համարյա բոլոր ժանրերը ու բոլոր ժանրերը ներառում է իր մի հատ վեպի մեջ։ Դա մոտավորապես մի 1000 քանի տարվա Անգլիայի Բորո թաղամասի, չէ, այդ պատմությունն է, որտեղ կա թե ֆենտեզի, թե, չգիտեմ, պատմական, հա, թե հորոր, ամեն ինչ կա այդ գրքի մեջ։ Ամեն ինչ, հա։ Այսինքն կարաս մենակ այդ գիրքը կարդաս ու էլ ուրիշ բան չկարդաս, պրինցիպի երիկա։ Մի անգամ դնես կարդաս այդ գիրքը, ասես ամբողջ գրականությունը կարդացել եմ։ Ես շատ ապշել էի, որ մանավանդ երրորդ մասում կհիշես, որ ամեն մի գլուխը նոր ժանր է, ընդ կա նույնիսկ պիես, որ ամենատպավորիչ, հա, ամենալավ գլուխներից մեկն էր, մեկ է շատ տպավորվել է Լյուսիա Ջոյսի հատվածը, հա, երբ որ ինքը գժանոցում էր, չէ, կարանք տենց ասենք, երևի գժանոցում, ու բան Ջեյմս Ջոյսի աղջկա մասին է խոսքը։ Ուլիսեսի հեղինակի, հա, այնտեղ ոնց է ինքը գրել, երբ որ դու ենթագիտակցորեն ես ու հասկանում թե ինչի մասին է խոսքը։ Նաև ասենք, որպեսզի տենց ովքեր մեզ լսեն ու սկսեն կարդալ, որ ստրեսի չի ենթարկվեն, ասենք որ գիրքը կարդալը բավականին բարդ է։ Մեծ բացատրական մաս կա, որ պետքա դրան անպայման անդրադառնաս, որ հասկանաս թե ինչա կատարվում գրքի մեջ։
Ես ասեմ բացատրականի մասով, գիրք ինքը 1400 էջ է, իսկ բացատրականը մոտավորապես մի 3000 էջ է բացատրականն է, որը ինտերնետում է, շատ մանրամասն ամեն գլխի ամեն վերլուծությունը կա, ու հա, առանց դրա դժվար է։ Հա, ու իմ համար ստրեսը պատկերացնում ես ինչն էր, որ դու 5 օր հետո տվեցիր, ասացիր ամեն եմ կարդաց ամ բացատրությունը։ Ես ասեմ, Լյուսիայի պահը ես հենց նշ չէի, որտեղ ինքը քանի որ ռուսեն թարգմանություն էր ու հա ինքը լավ թարգմանություն էր, բայց այդ գլուխը ինձ թվում է անհնար էր թարգմանել։ Հա։ Ու իրանք մի կերպ ինչ որ ձևով թարգմանել էին, բայց թարգմանել էին նենց, որ դու կարդալուց շատ բան չէիր կարող հասկանալ։ Դրա համար ստիպված այդ բացատրականի մեջի վերծանված հատվածն եմ նայել, որ հասկանամ вообще ինչի մասին։ Հա, այդ դեպքում ես էլ համ այդ գրածն էի կարդում, համ վերծանված հատվածը, որովհետև անհնար էր հասկանալ, էլի, զուտ ենթագիտակցորեն, բայց դու լիքը բան բաց էիր թողում։ Հա, մոտավորապես մենք բան գեղարվեստական առումով ասենք, որ այդ կոնկրետ այդ գլուխը գրված է Լյուսիա Ջոյսի, ով ուներ շատ ծանր հոգեբանական խնդիրներ, իրա ոնց որ մտքեր, ու այդ մտքերը սովորական մարդկային բառերով արտահայտված չէին, ինչ որ աղճատված, փոխված բաներ էին, բառային կոնստրուկցիաներ էին, որոնք դու զուտ կարդալու ընթացքում զուտ ենթագիտակցորեն կամ բնազդաբար պետք է փորձել հասկանալ, հա, ինքը ինչ է մտածում։ Հա, շատ տպավորիչ էր, համենայն դեպս իմ համար այդ շրջանում, երբ որ ես ակտիվ կարդում էի, ակտիվ մեծ գրականության մեջ էի, որը հետագայում լքեցի, այդ շրջանում կարդացած երևի ամենատպավորիչ բաներն է։ Այդ ընթացքում ես կարդացել եմ լիքը հայտնի, չգիտեմ, մենք քննարկում ենք այդ ամեն ինչը, Կարամազովի եղբայրներից սկսված, Իլյականով, Օդիսականով վերջացրած, ինչ ուզում էի կարդացի, բայց մեկ ամենատպավորիչ փորձառությունը հենց Երուսաղեմն էր։ Երուսաղեմը կարդալուց հետո ուրիշ բան չէր լինում կարդալ։ Հա։ Իրա հստակ զուգահեռները հենց Ուլիսեսի հետ, որտեղ իրան հենց համեմատում են Ուլիսեսի հետ, մոնումենտալ գրական աշխատություն, բայց Երուսաղեմում կա նաև մետաֆիզիկա, կա նաև ֆանտաստիկա, քանի որ մեր ոդքասթները հենց ֆանտաստիկա, այդ ֆանտաստիկ հատվածը вообще ցնցող էր։ Ու ամենաարժեքավոր բանը իմ համար, որ դու լիք ուրիշ հեղինակների ու լիք ուրիշ ստեղծագործություններ էլ կարաս ծանոթանաս այդ գրքի միջոցով։ Ես հետո այդ ծանոթացա դրանից հետո բան Գոդոյին սպասելիս այդ պիեսի հետ, հա, այսինքն լիքը բան, նոր բան դու քո համար բացահայտում ես, լիքը բան ինքը քեզ տալիս է։ Նաև Երուսաղեմում այսպես կոչված էտերնալիզմի գաղափարն է շատ վառ արտահայտված, ըստ էտերնալիզմի ժամանակը ոչ թե ինչ որ հենց այս պահն է, այլ ոնց որ թե անցյալը, թե ապագան իրանք գոյություն ունեն, ոնց որ ամեն ինչ արդեն կատարվել է ու ամեն ինչ արդեն կատարվելու է, հա, ու ամեն ինչ դեռ կատարվելու է։ Ու ինքը ոնց որ sense տիեզերքը պատկերացնում որպես քառաչափ մի հատ բլոկ, որը ինքը ուղղակի գոյություն ունի։ Հա։ Ու ոնց է մուրը նկարագրում այդ այն երեխեն որ խեղդվում է ու ինչ որ մի պահ մահանում է, ոնց է ինքը տեսնում աշխարհը այդ քառաչափ, այդ մենակ երևի մուրը կարող նկարագրել։ Մի հատ էլ շատ տպավորիչ պահ կար, եթե հիշում ես, որ պապը իր նորածին թոռան հետ, որ մեր քայլում են կամուրջով, որ ժամանակների միջով անցնում ու հասնում են ավարտին։ Հա, ու հասնում են ավարտին։ Ինչ սարսափներ ես դու տեղ տեսնում, որ չգիտեմ, երևի Լավքրաֆտը չէր նկարագրի։ Ինձ թվում է ինքը նաև ավելի շատ նաև ոնց ասեմ հիշատակի հիշելու ու իր հայրենի քաղաքի իր հայրենի ես մի հատ ռևյու էի կարդում այդ գրքի հենց վերնագիրը ինձ շատ տպավորեց մուրի Երուսաղեմը անվանում էին մեծ կորուստյան դիցաբանություն այդ կորուստը մուրը չի սենց
էժանացնում դա մինչև ինչ որ մարդկային կորուստների, հա, ամբողջ ժամանակաշրջանի կորուստ, ամբողջ կոմանկության կորուստ, ամբողջ, չգիտեմ, այդ ցավը սաղ կա այդ գրքի մեջ, էլի, հա, տարածքի կորուստը, երբ որ դու մեծացել ես ինչ որտեղ, ու հիմա դա էլ չկա, այդ մարդիկ է չկան, ոչ թե քո ընտանիքի անդամներ, այլ առհասարակ այդ շրջանում ապրող մարդիկ։ Այդ ձևակերպումը ինձ թվում է լավագույնը սա ներկայացնում, թե ինչ է իրանց ներկայացնում Երուսաղեմը։ Հա, ինքը հենց առաջին հերթին կորստյան մասին է, ասենք ոնց ցանկացած մարդու համար իր այն որտեղ որ ինքը ծնվել մեծացել է, որտեղ ինքը որ մարդ է որպես մարդ ձևավորվել է, իր համար այդ տարածքը ամենակարևորն է, իր ափսեն է, ասենց ասած։ Ու երբ որ ինչ որ ժամանակ անց համ դու ես փոխվում, համ էլ այդ տարածքն է փոխվում, ու դու այն նախկին մարդը չես, ու այդ տարածքը այդ նախկին տարածքը չի, այդ մի քիչ սենտիմենտալ բան կա մեջը, բայց մուրը դա նկարագրում է լրիվ ուրիշ ձևով։ Հա, տարօրինակ է, որ չգիտեմ, ֆենտեզիով, նույն էթերնալիզմի գաղափարախոսությամբ, այդ ամեն ինչով համեմելով դու կարաս այդ թեման սենտիմենտալ քննարկես, բայց մուրի մոտ ստացվեց։ Ինքը հենց այդ էթերնալիզմը ինձ թվում է ավելի շատ մտցնում է նրա համար, որ ինքը ոնց որ համ ինքն իրան համոզի, համ մեզ համոզի, որ անցյալը էդի անհետացած բան չի, կորուստ չի, ինքը կա, գոյություն ունի։ Մուրից դե Watchmen-ը Մուրից հա մի քանի բան էլ արժի հիշատակել, այդ Watchmen-ն է, որ էլի մեծ դեկոնստրուկցիա հենց սուպերհերոսական այդ կոմիքսների ժանրի ու ցույց է տալիս թե եթե իրականում լներ երևի թե ոնց կլներ, հա, մարդը որ ունի անսահման կարողություններ, ոնց իրան կարտահայտել, ոնց իրան մի բանը շեշտենք, որ մենք քանի որ ասում ենք Watchmen, հանկարծ մարդիկ չմտածեն թե Մուրի Watchmen-ը դա Զակ Սնայդերի Watchmen ֆիլմը լավն է։ Ֆիլմը լավն է, հա։ Բայց դա բացարձակ կապ չունի Մուրի գրքի։ Սերիալ է կա, որը ես չեմ սիրում, որը հա, որ ինձ դուր եկե, բայց էլի ոչ մի կապ չունի։ Բայց էլի հա, ոչ մի կապ չունի։ Այս պահին ասենք, որ հաջող էկրանավորում Մուրի իրոք գոյություն չունի։ Հա, գոյություն չունի երևի թե։ Իսկ Երուսաղեմը ինքը երևի նենց է գրել, որ հնարավոր չլինի էլ հա էկրանավորել։ Դե ասենք Dark Tower-ն էլ King-ը նենց էր գրել, որ հնարավոր չէր էկրանավորել, բայց էկրանավորեցին վատի մատով։ Նույնիսկ որ Մուրը երևի շատ ուժեղ անես պետքա դնի այդ գրքի վրա, որ ոչ մեկ չմոտենա։ Լավ, դու հիմա դե Երուսաղեմից հետո տարօրինակ չէր, որ ես լքեցի մեծ գրականությունը։ Արդեն քո համար գրականությունն ավարտված է դրանով։ Հա, դրանով ավարտվեց, ավելի լավ բան չկար կարդալու ուղղակի։ Աստիճանաբար նաև լքեցի մեծ կինոն։ Այդ մեկը չեմ հասկանում։ Ինչ կինո ես նայել, որ էլ դրանից հետո կինո չկար նայելու։ Չէ, կինոյի դեպքում երևի թե չէր խնդիրը, ուղղակի ինձ ավելի հարմար ֆորմատ իմ ժամանակային իմ համար ավելի հարմար ֆորմատ էր գեյմինգը ու երկար ժամանակ ես երևի մի 5 տարի կլներ թողել էի գեյմինգը, ոչ մի խաղ չէի խաղացել։ 5-ից ավելի ինձ թվում։ Երևի կարող է 5-6 տենց մոտավորապես այդքան։ Դրանից հետո որոշեցի նորից վերադառնամ, մի հատ էլ շանս տամ գեյմինգին ու պարզվեց որ գեյմինգը ահավոր փոխվել է։ Պարզվեց մի հրաշք անձնավորություն։ Մի հրաշք անձնավորություն էր, հա, շատ կարևոր է հենց այդ գեղարվեստական արժեքը, որ խաղերը սկսել են մեծ գեղարվեստական արժեք պարունակել, առաջ էլ կար, բայց դա պայմանական էր։ Եթե օրինակ նույն, չգիտեմ, իզոմետրիկ RPG-ներում դու պետքա ընկալես, որ աշխարհը այդ քարտեզն է, հիմա քեզ վիզուալ դա ցույց են տալիս, որ կա այս աշխարհը։ Բայց որն է ավելի լավ։ Իզոմետրիկում քեզ կարողա, այս իզոմետրիկում էլ չէ, ավելի պրիմիտիվ բան կարամ ասեմ, ասենք, չգիտեմ, ինչ որ պիքսելային, բայց լավ գրված RPG, լավ պատմությունով, որը դու ինքդ կարաս պատկերացնես այդ աշխարհը, թե որ քեզ ցույց տան այդ աշխարհը։ Դե այստեղ երևի թե հարցը նա, որ ընկալելու հարցն է, հա, այսինքն լավ սիրուն գրաֆիկայով ավելի շատ մարդ կարա դա ավելի հեշտությամբ ընկալի։
իսկ ավելի պիքսելային կամ 2D գրաֆիկով դու դա պետքա պայմանական ընկալես, որ դա տենց է։ Հա, այսինքն սա մեծ աշխարհ է, բայց դու ես կարդալ է դառնում էլ, ինչ որ պահի գեյմինգը դառնում է գիրք կարդալ, իսկ դու մեծ գրականությունը լքել ես։ Իրական մարդիկ կան, ովքեր թերագնահատում են գեյմինգը, հա, ավելի ցածր sense բան են համարում, բայց ես վստահաբար կարամ ասեմ, որ կան շատ խաղեր, որոնք գեղարվեստական իրանց արժեքով նույն ուժգնության են երևի թե հանգիստ կարաս ասես, որ իրանք կան շատ խաղեր, որոնք գեղարվեստական արժեքով գերազանցում են ցանկացած կինոյին, հա, ու ցանկացած գրականության։ Մի հատ լավ օրինակ հիշեցի, էլի վերջերս եմ խաղացել, մի քիչ հին խաղ է, բայց վերջերս խաղացի Spec Ops The Line-ը։ Ինքը տենց ազատ էկրանավորում է, հա, բան սերցեցի գրքի, հա։ Heart of Darkness։ Հա, հեղինակին չեմ հիշի հիմա, նույն ձև ազատ էկրանավորում, ոնց ադապտացիա, ոնց որ էկրանավորումներ իր, հա, ապոկալիպսիս Սիվատնյան։ Ու գեղարվեստական առումով ինձ թվում է ինքը ոչ մի բանով չի զիջում նույն ֆիլմի էկրանավորման։ Կոպպոլայի ֆիլմին։ Հա, համենայն դեպս ես չեմ խաղացել, չեմ կարող ասել։ Խաղի տեսանկյունից ինքը ես լիքը, չգիտեմ, ռևյուներ բան նայում էի, համեմատություններ նայում էի, ինքը բավականին ուժեղ խաղ էր, հա։ Անկամ մի հատ դրվագ կա, մի հատ այդ դրվագը ասեմ, որ պատկերացնես ինչի մասին է խոսքը։ Դե խաղը Դուբայում է տեղի ունենում, լքված տենց անապատային վիճակում է Դուբայը, այդտեղ քեզ շրջափակում են, քեզ ու քո երկու ենթականերին զինվորական շրջափակում են մարդիկ, ովքեր զինված չեն։ Դուք զինված եք։ Իրանք փորձում են հարձակվեն ձեր վրա, դե պարզ է զենք ունես, սկսում ես իրանց վրա կրակել։ Ես տենց արեցի ամենայն դեպս։ Սկսում ես իրանց վրա կրակել։ Հետագայում ես տեսա, որ եթե դու իրանց վրա չկրակես էլ, ուղղակի օդ կրակես, դու կարաս խուսափես այդ կռվից ու անցնես այդտեղ։ Այսինքն այդտեղ ցույց է տալիս քո մարդկային, այդ քո ներքին բանը, հա, ես զենք վերցրեցի սաղին պոտենցիալ մարդասպան։ Դե հիմա այդ հա, փաստորեն անձն ամբողջի վրա ես կրակել, էլի։ Երևի այս մասին պիտի չպատմեի։ Բայց խաղը քեզ տենց իրավիճակների մեջ է դնում, ու քեզ ցույց է տալիս, որ դու քո կատարած ընտրություններն ա թեկուզ խաղում, բայց քո կատարած ու քո պատասխանատվության տակ է, էլի։ Սա մի քիչ ինձ թվում է ավելի շատ ես դու զգում քեզ այդ ստեղծագործության մեջ, քան դա կարա կինոն ապահովել։ Խաղը քանի որ նաև քո վերահսկողության տակ է ու ըստ էության եթե կինոյում քեզ ինչ որ մեկն է պատմություն պատմում, խաղում դու ես պատմություն ստեղծող, եթե լավ խաղ է։ Ոչ թե քո ձեռքից բռնում տանում է ոնց որ ասենք այն ռելսային խաղերի մեջ, այլ RPG-ներում ոնց է, որ դու օդիգրիշ ես անում, չէ՞, կերպար ես ստեղծում, դերը խաղում ես։ Իմ համար, հա, մի քիչ հեշտ է հիմա խոսալ այդ RPG-ների մասին, որովհետև Planescape Torment-ը նոր եմ ավարտել, հա, ինքը 99 թվի խաղ է, բայց ինձ չէր թողում ես ժամանակակից ուրիշ ինչ-որ խաղ խաղամ, մինչև որ ավարտեցի։ Ինքը երևի թե այնքան տեքստ կա այդ խաղի մեջ, որ դու, չգիտեմ, մի հատ ոնց որ պատերազմ ու խաղաղություն կամ Երուսաղեմ կարդաս, էլի, այդքան տեքստ կա ու շատ հետաքրքիր է, որ դու կարաս խուսափես համարյա թե բոլոր կռիվներից ու դա դիպլոմատիայի հաշվին հարթես, էլի այդ պահերը։ Նու մեծ մասը կարաս տենց անցնես, այդքան ազատություն է քեզ տալիս։ Ու այն մտքերը, ինչ որ ներդրված էր այդ խաղի մեջ, ինչը կարա փոխի մարդու էությունը, հա, բնույթը կամ մի հատ շատ դե այդտեղ հերոսը անմահ է, ով ամեն անգամ երբ որ մահանում է, կորցնում է իր հիշողությունը ու վերածնվում է տենց։ Մի հատ շատ հետաքրքիր միտք էր մահվան մասին, որ ասում է մահը այդ կոմպասը, հա, մահկանացու լինելը այդ կոմպասը, որ քեզ ուղղորդում է, թե դու ինչ ուղղությամբ
պետքա գնաս։ Ու եթե մարդը լինի անմահ, դու այդ կողմնորոշումը թե ինչ ուղղություն ես ուզում ընտրես, այդ կողմնացույցը չես ունենա։ Չգիտեմ 99 թվի խաղի մեջ տենց միտքներ դնել 99 թվին հետո ասես որ խաղերը ինչ որ ցածր ժանր է հա ինչ որ մարդկանց շատ մարդկանց մոտ տպավորություն որ համակարգչային խաղերը ինչ որ երեխեքի բան են ու մեծ ջաջաները չպետք է խաղան բայց Red Dead Redemption-ը ասենք ինքը արվեստի գործ է հա արվեստի գործ է ու ինքը ասենք չգիտեմ ինչ կինո կարա իր այդ համեմատվի աննկարագրելի ուղղակի այդ խաղի մեջ ապրում ես մինչև որ ավարտվում է ինչ ոնց է ավարտվում ու ես sense հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել ցանկացած կապ չունի ինչպիսին է համակարգչային խաղը ցանկացած համակարգչային խաղի էկրանավորում շատ փոքր բացառությունով չէ անգամ այդ բացառությունները չկան ինքը միշտ ոնց որ դրա խղճուկ ստվերը լինի այդ խաղի խղճուկ ստվերը հա The Last of Us սերիալը խղճուկ ստվերը հայտարարական Fallout-ը որը հրաշալի սերիալ է ինքը որ իրանով հիանալի սերիալ է բայց եթե դու նայես Fallout խաղերի կոնտեքստում հատկապես առաջի երկրորդի ինքը էլի խղճուկ ստվեր է հա ես ճիշտն ասեմ առաջ երկրորդը չեմ անցել ես երրորդից եմ սկսել խաղալ ու հենց երրորդն էլ ամենաշատ սիրում եմ բայց էլի շատ մեծ աշխարհ է, շատ մեծ ընտրություններով ու գիտես երրորդ համատել հնարավոր չի։ Երրորդի խնդիրը գիտես որն է, ինքը էլի լավ խաղ է, բայց ինքը արդեն այդ RPG օտիգրիշի այդ ազատությունը չի տալի, ինչ որ կար առաջ երկրորդում ու ինչը որ կա New Vegas-ում։ Բայց շատ մեծ ընտրություններ կար, որ շատ մեծ փոփոխությունների էր բերում խաղում։ Դե պատկերացրու նրանք ինչքան է։ Հա, այդ հա։ Ես sense ասեմ, եթե դու վերցնում ես Fallout սերիալը, որպես ինքը հիանալի սյուժեով սերիալ, կերպարներով եւ այլն, դա ասենք Fallout խաղի համար ընդամենը կարա լինի մի հատ quest։ Մի հատ quest, հա։ Հա, ու իրոք տենց է։ Հա։ Բայց ամեն դեպքում Planescape Torment-ը իմ համար էլի շատ հիշվող բան մնաց։ Մի հատ հիշվող խաղից էլ խոսանք Sekiro-ն։ Հա, Sekiro-ն Bloodborne-ի հեղինակներից։ Այո, դու սկզբում ոդքասթի ինձ ներկայացնելուց մոռացար ասես ֆիթնես մարզիչ, մարդ ով անցել է Sekiro-ն, չէ՞, բոլոր սինոբիները ինձ կողջունեն այդ իմանալով։ Շատ դժվար, երևի թե խաղացած ամենադժվար խաղերից մեկն էր։ Իր այդ boss fight-երը ահա որ դժվար էր, չգիտեմ, ասենք կարաս այն ջանքը որ պետք է դնես այդ խաղը անցնելու վրա, կարաս գնաս մի հատ համալսարան սովորես, այդտենց ջանք ես դնում էլի, բայց մի քանի բան կա, որ ինձ շատ դուր եկավ, այդ իր շատ ունիկալ մեխանիկաներ գեյմփլեյի, որ ինքը անընդհատ քեզ sense fight-ով խփում է, ասում է տենց չես խաղալու, սովորի խաղալ, սովորի համբերություն, սովորի չվախենալ ու խաղում մի հատ լավ արտահայտություն կա, ասում է երկմտելը պարտություն է ու խաղը ամբողջ ընթացքում իրա քեզ սովորացնում է, որ չերկմտես, եթե դու համարձակ ես, եթե չես վախենում այդ կռվի մեջ մտնելու, դու կգրես։ Չգիտեմ ոնց են դրան հասել, բայց խաղում դա իրոք աշխատում է։ Նախորդ գեյմինգային շրջանում Dark Souls-երը խաղացել էիր, անցել էիր։ Dark Souls-երը, հա, ամբողջությամբ չէ, առաջինն եմ անցել, չեմ հիշում ինչը վերջը։ Dark Souls-ում դու կարաս ինչ-որ պահի, ասենք, դառնաս լրիվ անհաղթելի տանկ օրինակի համար։ Հա։ Sekiro-ում չես կարա, Sekiro-ում չի աշխատում։ Մենակ վարպետություն։ Հա, Sekiro-ում մենակ վարպետությունն է աշխատում, այսինքն դու կարաս ուժեղանաս, դու կարաս ինչ-որ սկիլեր ավելացնես քո gameplay, քո խաղի մեջ, բայց մեծ հաշվով դա քեզ ոչ մի բանով չի օգնելու։ Դու կամ վարպետանում ես, կամ սովորում ես, որ երկմտելը պարտություն է, կամ չէ։ Bloodborne-ն էլ մոտարապես այդ իմաստով Bloodborne-ը ես չեմ խաղացել, որովհետև եթե Dark Souls-ում դու ունես այդ վահանը ու կարաս, չգիտեմ, փակվես, անդադ մտնես պաշտպանության, Bloodborne-ում դու պետք է ավելի ակտիվ լինես։ Ոչ թե ավելի, այլ անդադ պետք
Պետք է ագրեսիվ հարցակպես։ Հա։ Նույնը Sekiro-ում է, ինքը ոնց որ Bloodborne-ը։ Sekiro-ում, հա, հենց այդ է, որ բան դու սկսում ես պաշտպանողական խաղալ, պարտվում ես։ Ագրեսիվ սկսում ես հարցակվել, ու միանգամից հաղթանակ։ Մեկ էլ այդ փարիների պահը պետքա ճիշտ բռնես, որովհետև այդ բլոկ հասկացությունը այդտեղ չկա։ Հա, պետք է թրով բարիերով ես անում։ Հա, մենակ բարիերով ես անում ու մեխանիկան պետք է հասկանաս ոնց է աշխատում։ Ամենաանհավանական հարվածները դու կարաս փերի անես, ինչը մի քիչ վախենալու է, որ տենց քեզ խփում են ու դու մտածում ես։ Հա, բայց համեմատական էլ մի հատ տանեմ, թե ինչքան լավն է ճապոնական հենց այդ game dev-ը, չգիտեմ, ինձ շատ չնայած պատմությունը որպես այդպեսին էլի sense փոքր կտորներով էր քեզ տալիս, բայց իրանց ես զարմանում եմ ոնց են կարողանում իրանց մշակույթային մի հատ sense մեծ հատված դնեն այդ խաղի մեջ, ու նույնը հիմա ես Ghost of Tsushima-ն եմ խաղում, հա, որ ամերիկացիք են ստեղծել ճապոնացիների մասին, հա, լավ խաղ է, ընտիր խաղ է, բայց ինքը տենց երևում է որ fake ճապոնական խաղ է, հա, նույն եթե համեմատենք Sekiro-ի հետ, չգիտեմ, այդ միտքը մի քիչ խոսամ այդ մասին, թե ամերիկացիների պատկերացումներն է Ճապոնիայի մասին։ Չէ, հենց Sekiro-ն ինքը ճապոնական խաղ է, ճապոնական է, հա, այնտեղ մանավանդ երբ որ անգլերեն թարգմանությամբ ես խաղում, տենց ինչ որ հոլիվուդյան բան է քեզ հիշացնում։ Բայց Sekiro-ի մեջ իրանց այդ մշակույթային այդ պատմական այդ մեծ հատվածը իրանք կարացել են տեղադրեն։ Նույն ոնց է խաղում դա անմահության այդ գաղափարի տեսքով է, թե ոնց է արևմուտքից եկել այդ անմահության գաղափարը իրանց աշխարհ, ոնց է դա այն որ բոլորին sense քաշե իրակող, հա, ոնց այդ դրսի մշակույթը ազդե իրանց վրա, իրանց են ճիշտ ուղուց շեղե իրանց, ու ինչ կործանարար է դա եղել իրանց ժողովրդի համար։ Այս միտքը իրանք կարողացել են դնել Souls-like այդ խաղի մեջ, ինչը նույն Ghost of Tsushima-ում չկա։ Հա, ու չեն կարացել։ Հա, ինքը տենց լավ ոնց որ պարոդիա է այն լավ սամուրայական ֆիլմերին, Ակիրա Կուրոսավայի։ Հա, բայց ամերիկյան տեսանկյունից։ Հա, բայց ամերիկյան տեսանկյունից։ Բայց ճապոնականը մեկը նոմա ճապոնական։ Ես ճիշտն ասած, քանի որ մեր ժամանակը սպառում է, արդեն 2 րոպե ժամանակ է մնացել։ Ես ուզում եի մի քանի հաստատային նաև Կոջիմայի թեմայով, որովհետև ես վերջերս շատ ես իրան կպնում։ Իսկ դու ոնց որ ավարտվեց մեր ժամանակը, չէ՞։ Բայց ցավոք ժամանակը ավարտվում է, լավ 2 բառով։ Ինչն է սխալ անում հիմա Կոջիման։ Ես կարամ ասեմ ինչն է սխալ անում, ես գործ չի անում։ Չէ, գործ անում է, բայց ասենք անում է նույն բանը։ Անում է նույն բանը։ Ես ասեմ, չգիտեմ, իր մեծությունը այս ինդուստրիայում հաշվի առնելով ինքը կարար շատ ավելի մեծ, նո Konami-ից դուրս գալուց հետո, հա, շատ ավելի չգիտեմ, ազդեցիկ ինչ որ գործաներ, հա, հեղափոխական գործաներ, գուցե արել է Death Stranding-ը, չգիտեմ, ես չեմ խաղացել, բայց Death Stranding-ը ինքը սկզբունքորեն կարելի է հեղափոխական անվանել, հեղափոխական կարելի է, եթե երկրորդը կրկնում է առաջինը, դա արդեն լավ չի։ Հա, բայց որ Կոջիմայի խաղը չես ուզում, նո ցանկություն չի առաջացնում նույնիսկ փորձելու, այդ մի քիչ իմ համար բանա տարօրինակ է։ Գուցե մենակ իմ մոտ է, դեով խաղացել է, գուցե, հա, ես մեծամասամբ հավանում եմ։ Բայց եթե նույն Sam Lake-ի ու այդ Remedy խաղերի հետ համեմատենք, Max Payne-ից հետո Sam Lake-ը մի քանի խաղ ստեղծել է տարբեր, լրիվ տարբեր, նույնիսկ sequel Alan Wake-ի շատ տարբեր խաղեր ու շատ ավելի գերազանցում էր երևի իր մնացած բոլոր խաղերը։ Հիմա ասենք, որ Death Stranding-ը գերազանցում է MGS-ը, չէ, չգիտեմ։
Լավ, ես հույս ունենանք, որ օդը Կոդիմա ջան, գործարախավ սարքի։ Դե դա Microsoft-ի համար սարքում է։ Ապրես որ եկար, քեզ էլ շնորհակալ հրավերքի։ Ինձ թվում է էլի պետք է հանդիպենք այս թեմաները խոսելու համար։ Անպայման։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։